Այսօր միասին պատրաստում ենք առանց մսի, սմբուկով, սնկով և գետնանուշով շատ ընտիր աղցան, որը կզարդարի ցանկացած տոնական սեղան։ Գունառատ, վիտամինաշատ, տեսքն էլախորժելի և այս ամենը ընդամենը 30 րոպեի ընթացքում։ Եթե սիրում եք տարբերվող աղցաններ, ուրեմն այս բաղադրատոմսը ձեզ հաստատ դուր կգա, անպայման պահպանեք, որպեսզի չկորցնեք։ Պատրաստման համար մեզ անհրաժեշտ է շատ քիչ բաղադրիչներ՝ տապակած սմբուկ, մարինացված սունկ, գետնանուշ, թթվասեր, համեմունքներ, լոլիկ, 1 թարմ գազար, կանաչի և 1 պղպեղ։ Կեղևազատած շերտատած սմբուկի վրա աղ ենք ցանում, թողնում ենք 15-ից 20 րոպե, որպեսզի ավելորդ դառնությունը դուրս գա, այնուհետև չորացնում ենք խոհանոցային անձեռոցիկներով և տապակում ենք բուսայուղի մեջ։ Տապակելուց հետո կրկին դնում ենք անձեռոցիկների վրա, որպեսզի ավելորդ ձեթը դուրս գա, այնուհետև բաժանում ենք հարմար կտորների։ Չնայած որ այս աղցանի բաղադրատոմսի մեջ միս չկա, այն իսկապես շատ համեղ է ստացվում։ Մեզ անհրաժեշտ է նաև 1 միջին չափի թարմ գազար, որը անց ենք կացնում քերիչի խոշոր անցքերով։ Հեռացնում ենք լոլիկների միջուկը և ձողիկաձև կտրատում ենք։ Աղցանի մեջ մեզ ավելորդ խոնավություն պետք չէ։ Նույն ձևով կտրատում ենք նաև պղպեղը։ Թարմություն հաղորդելու համար մարացնում ենք մի փոքր փունջ համեմ և ազատ քեղ։ Ազատ քեղը շատ լավ է համադրվում սմբուկի հետ։ Նախապատրաստած բաղադրիչները լցնում ենք աղցանամանի մեջ և մարացնում ենք մոտ 50 գրամ բոված գետնանուշ։ Ի դեպ գետնանուշի փոխարեն կարելի է վերցնել ընկույզ, նուշ կամ դդմի սերմեր, բոլոր տարբերակներով էլ շատ համեղ է ստացվում։ Այս բաղադրատոմսի մեջ օգտագործվում է մոտ 200 գրամ մարինացված սունկ, որը արդեն իսկ շերտատված է։ Մեզ մնում է միայն ամբողջացնել աղցանը։ Բաղադրիչների վրա ավելացնում ենք մանրացրած սունկը, համեմում ենք աղով և սև պղպեղով։ Այս աղցանը շատ համեմունքներով ծանրաբեռնել պետք չէ։ 2 ճաշի գդալ մայոնեզ կամ թթվասեր և 1 ատամիկ սխտոր։ Մի լավ խառնելուց հետո զարդարում ենք գետնանուշով և կարելի է անմիջապես մատուցել։ Ստացվում է թեթև, գունեղ, վիտամիններով հարուստ, շատ համեղ աղցան։ Այսօր էլ աղցանի տարբերվող հետաքրքիր նման համեղ բաղադրատոմս։ Փորձեք, վստահ եմ շատ կհավանեք։ Առայժմ